Հաշվի առնելով, որ երեք նիստի ընթացքում դուք տեսակ կապված ցանցերից մեկի հետ իր Facebook-յան էջում հրապարակած ինֆորմացիա հետ, որը չէր անպատասխանում իրականությանը եւ այստեղ, այսպես ասած, բացահայտվեց, շատ հետաքրքիր երկու դիտարկում արեց։ Առաջինը, որ ընդունեց, որ չի անպատասխանում իր Facebook-յան էջում գրած այդ թիվը գոնե եւ բավականին այսպես ուռճացված էր։ Երկրորդ հայտարարությունը ասես դա իմ անձնական էջն է, այսինքն կարելի է եզրակացնել, որ իր անձնական էջով գրված մինչև այսօր ամբողջ տրված ինֆորմացիան չեմ ուզում կոպիտ ասեմ, բայց ճիշտ չի, թող մեր հայրենակիցներն էլ այլևս չօգտվեն այդ էջից, որովհետև ինքն է ասում, որ դա իմ անձնական էջն է, այսինքն դրա վրա մի հիմնվեք։ Եվ երկրորդը քաղաքական է, հայտարարեց, որ քաղաքական է։ Այդ պատճառով, նայեք, մի քանի հարց կա։ Ես հիմա չեմ ուզում մանրամասն պատասխանել Moody's-ի հետ կապված, առիթը կունենաք այսօր, հարցրեք, ասեք, ինչ է Moody's-ը, ընդհանրապես հիմա շատ չծավալվեմ, չուշեմ պատասխանը։ Երկրորդը, հայտարարություն է արվում, որ մենք ղեկավար կազմը չի ստանում միլիոնավոր, եթե ոչ տասնյակ միլիոնավոր պարգևատրումներ։ Հիմա հարց, բացի տնօրենների խորհրդից, որը ֆիքսեցինք, որ տնօրենների խորհրդի ստացած աշխատավարձը եւ պարգևատրումները, այսպես ասած, չի մտնում սակագնի մեջ, այսինքն Սամվել Կարապետյանը իր գրպանից, իր ներկայացուցիչին տալիս է գումար։ Ինչքան ուզում, ինչքան գնահատում, այնքան տալիս է։ Հիմա թող այդ հարցին էլ պատասխանի, այդ արտահայտությունը չենք ստանում միլիոնավոր, եթե ոչ տասնյակ, եթե ճիշտ եմ ցիտում։ Ում է վերաբերվում գլխավոր տնօրեն եւ ներքև ով է ստացել տասնյակ միլիոնավոր պարգևատրում։ Մի դեպք է եղել, ֆինանսական տնօրենը 10 տարի աշխատելուց հետո դիմում է գրել ազատման, ընկերությունը գնահատելով նրա 10 տարվա կատարված աշխատանքը որոշակի այսպես պարգևատրում է տվել որպես գնացող մարդ։ Թող երկրորդ դեպքը մատնանշի, գիտեք, շատ այսպես արվում են հայտարարությունները, ես օրինակ պատրաստ եմ առաջի օրվանից իմ յուրաքանչյուր արած հայտարարությունը յուրաքանչյուր ձեր ցանկացած ժամանակ մեկնաբանել եւ դուք կտեսնեք տարբերություն կա թե ոչ։